Առընթառաջը Հիսուսի 40-օրյա տաճարընծայումի տոնն է։ Հովսեփը եւ Մարիամը Մովսեսի օրենքի համաձայն 40-օրյա մանուկ Հիսուսին տարան տաճար, Աստծուն ընծայելու համար։ Այնտեղ Սիմոն ծերունին, որին խոստացվել էր աչքերը չփակել, մինչև որ չտեսնի օծեալ Փրկիչին։ Ընթառաջ եկավ, գրկեց մանկանը եւ գոհություն ու փառք տվեց Աստծուն, որ այսպես իրեն արժանի դարձրեց Իսրայելի Փրկչին տեսնելու։ Օրնեց մանկանը եւ ասաց. Տեր, քո ծառային խաղաղությամբ արձակիր, որտեղ ես տեսա այն Փրկիչը, որին դու ուղարկել ես բոլոր ազգերի համար։ Ես տեսա այն լույսը, որ պիտի լուսավորի հեթանոսներին, եւ այն է փառքը, որ քո Իսրայելի ժողովրդի համար է։ Առընթառաջի տոնը կատարվում է փետրվարի 14-ին, որպես անշարժ տոն։ Փետրվարի 13-ին երեկոյան ժամերդությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, անդաստան։ Բաժանում են մոմեր եւ հանդիսադիր եկեղեցականը վառում է ատյանի մեջ սեղանի վրա դրված մոմերը։ Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը եւ տանում են տուն։ Եկեղեցական արարողությունից հետո հինավուրց սովորության համաձայն եկեղեցու բակում կրակ է վառվում։ Հին ջուղայում փշեդեզը պատրաստում են եկեղեցու բակում, հանդիսակատարության ժամանակ նույն երիտասարդները վառված մոմերը ձեռքում շարքով կանգնում էին դեզի առաջ։ Երբ քահանան կարգը կատարելով իր մոմով առաջինը վառում էր դեզը, նրանցից հետո վառում էին նորապսակները։ Երիտասարդները վառած մոմերով վերադառնում էին տուն, ու նախապես արդեն պատրաստված կային փոքրիկ դեզեր, որոնք վառվում էին այդ մոմերով։ Փոքրիկ դեզեր առանց բացառության պետք է լինեին յուրաքանչյուր տանիքի վրա։ Վառած դեզի վրա բլոկ էին տալիս, այսինքն ցատկում էին նորապսակ երիտասարդների բարեկամները։ Այդ երեկոյին նորահարսի համար բերում էին տեսակ ուտելիք, որը կոչվում էր խոնչա։ Երեկոյան արձակում էին հրացաններ։ Ղազախի գյուղերում դեզը վառվում էր միայն եկեղեցու մոտ։ Վառելու իրավունքը նույնպես տրված էր նորապսակ երիտասարդներին, որոնցից հետո սակայն կարող էր վառել ամեն ոք։ Դեզի ծխի թեքվելը նշան էր այս կամ այն կողմի բերիությանը։ Բոցը վերջացնելուց հետո սկսում էին ցատկել կրակի վրայով։ Ապա մի կիսայրված փայտ դեզից վերցնում տանում էին տները եւ պահում էին ապահով տեղ կամ դնում էին հավերի բներում, որպեսզի հավերը շատ ձուածեն կամ էլ թուխսի նստեն։ Մի կտոր էլ դնում էին խաշի մեջ, որպեսզի հացը առատ լինի։ Եթե տանը հիվանդ կա, նրան երթիկով դուրս էին բերում տան կտուրը դեզի մոտ, որ լավանար։ Բարեկամները նորահարսին դուրս էին բերում եւ տանում երթիկ։ Պտտեցնում էին դեզի շուրջը եւ այրում էին խոնջանի ծայրը։ Խարույկից մի կրակ ձգում էին տան մեջ, անպատճառ երթիկից եւ նրանով վառում էին գիշերը լուսավորությունը, որպեսզի բախտը տան վրա լինի։ Տրնդեցով շատերն են հետաքրքրվել, շատերն են նյութ պատրաստել, բայց մենք ձեզ ուզում ենք ներկայացնել հինգերորդցիների պատրաստած նյութը, որը հուսով ենք ձեզ շատ դուր կգա եւ օգտակար կլինի։ Շնորհավորում ենք բոլորի, հատկապես նորապսակների Դիար ընթառաջ։ Դիար ընթառաջ։
Այո, Նարեկ, դիարն ընթառաջ։ Դիարն ընթառաջը կոչվում է, որովհետև երբ Քրիստոսի ծնունդից 40 օր անցավ, նրա ծնողները իրեն տարան եկեղեցի եւ Սիմոն ծերունին ընթառաջ եկավ նրան։ Դրանից էլ եկել է դիարն ընթառաջ անունը։ Դիարընթառաջը նշվում է փետրվարի 14-ին, իսկ փետրվարի 13-ին կատարվում են բուն ժողովրդական հանդիսությունները։ Տրնդեզի հիմնական ծեսը խարույկ վառելն է, դրա հետ կապված սովորությունները։ Նորապսակ ունեցող ընտանիքներում խարույկի շուրջը նախ պտտվում են զույգերը։ Սրանք հաճախ հագնում են պսակի հագուստը եւ կրակի շուրջը պտտվելով ու օրհնանքներ ստանալով մի տեսակ կրկնապսակ էր կատարում, այսինքն երկրորդ հարսանիք։ Նորահարսի գիրկը մի նորածին տղա երեխա էին դնում, որպեսզի առաջնեկը տղա ծնվեր։ Կրակի վրայով թռչում էր տան ամենատարեց կինը, որպեսզի իր տունը ազատվի չարքերից։ Ապա սկսում էին թռչել երիտասարդները երեխաները։ Կրակի վրայով սովորաբար թռչում են 3 կամ 7 անգամ։ Թռչողները տարբեր երգեր են երգում կամ ավելի շուտ տարբեր իղձեր հայտնում ու մաղթանքներ անում։ Մեծ կարևորություն ունի նաև տրնդեզի խարույկի մոխիրը։ Չամուսնացածները վեր են նետում մոխիրը եւ քամին որ կողմ տանի, նրանք այդպես էլ իմանում են իրենց ապագա ամուսնու կամ կնոջ ապրելու վայրը։ Մոխիրը ունի բուժիչ հատկություն, այն խառնում են ջրին եւ խմեցնում վախեցածներին, հիվանդներին։ Ասում են, որ տրնդեզի երեկոյան ծնված երեխան շատ չար ու կրակոտ է լինում, որովհետեւ կրակի հետ է ծնվում։ Արդեն 10 օր է, ինչ մենք դպրոցում արտասանում, երգում եւ պարում ենք Թումանյան, չէ որ մեր դպրոցում մենք չենք կարող մոռանալ մեր մեծամեծերին։ Փորձեցինք բարձրացնել, բոլորն են ճանաչում մեր մեծ գրողին։ Վարեցինք հարցազրույցներ թե մեր դպրոցում, թե մեր դպրոցից դուրս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Բալիկ ջան։ Ճանաչում եք այս մարդուն։ Անպայման ոչ չեմ ճանաչում, մեր գրողների ամենամեծ պատմաբանը եղել, մեր ազգի ամենամեծ գրողն է եղել։ Կարող եք հատված ինչ-որ ասել Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից։ Կարող եմ ասել Աղվեսն ու կրկուն, որ Աղվեսը գալիս ասում է, այս սարն իմն է, այս սարն իմն է, այդ ծախերը ունեն կրկուն, մի ձակ գցի, թե չէ, այդ ծառը կկտրեմ, եթե Հովհաննես Թումանյան չի գրել, այդ շունն ու կատուկ, գլխիդ մատաղ, սանավներ, վիճարարա, եթե Հովհաննես Թումանյան չի գրել։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դու գիտեք այս մարդուն։ Այս մարդը մեր հզոր գրականության նախապետն է մեր, Հովհաննես Թումանյանը, նա հզոր հասարակական գործիչ առաջին հերթին, հետո պոետ, նա մեծ քաղաքացի է։ Իսկ դուք գիտեք դրա բանաստեղծությունները։ Իհարկե։ Կարող եք մի հատված արտահայտել։ Դե մի հատված է, գիտեք, ես բանաստեղծություններ անգիր այդքան չեմ սիրում անել, չի թեորում, բայց դա ինչ կարևոր է, ես գիտեմ իր կապացել եմ առ այսօր միշտ իմ սեղանի գրքերից հիմնականներից մեկը։ Իսկ դուք գիտեք ինչ-որ հետաքրքիր պատմություն Հովհաննես Թումանյանի մասին։ Չէ, չգիտեմ, դե ես գիտեմ, որ ինքը լոռեցի է, ինքը դսեղ գյուղից է, այնտեղ համարյա մի քանի տարին մեկ միշտ հաճախում եմ այնտեղ։ Իր անձնական կյանքից այդքան մանրամասն ջեր բաներ այդքան չգիտեմ։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ապրեք, որ Թումանյանն եք ուսումնասիրում, ապրեք։ Բարև ձեզ։ Հազար բան, Դուք ճանաչում եք այս մարդուն։ իհարկե ճանաչում եմ, այսինքն դասեմ ով է, մեր սիրելի Թումանյանն է, Իսկ կարող եք բանաստեղծ ինչ-որ մի բանաստեղծությունից հատված մեջ բերել։ ինքան շատ է, որ դարի մտածել որից մեջ բերել բանս, բոլոր դեպքերում իմ սիրած բանաստեղծությունները առակներն են իրա, հա, ամենաշատը, որ ասում է գայլն ու գալիս, չէ,
ոնց է դες անարդարությունը միշտ կբանան միաններ գա իրեն համար չէ ինչ էր անում իրեն խմում արվակից չէ հաջողություն դες Ընկերանեք, գիտեք թե ով է նա։ Այո, Հովհաննես Թումանյանն է։ Իսկ ինչ գիտեք նրա մասին։ Գիտեմ, որ նա լոռեցի է, նա մեր հայ դասականներից է։ Գրել եմ ստեղծագործություններից մեկը Անուշը, որը ես շատ եմ հավանում, Թմկաբերդի առումն է գրել։ Իսկ ո՞ր բանաստեղծությունն եք ամենաշատը սիրում։ Բանաստեղծություններից շատ է, բայց ես նշեցի, որ շատ հավանում եմ նրա Անուշը։ Լավ, շնորհակալություն։ Հացրեմ, երիտասարդ։ Թումանյանական Վիկտորինա։ Մենք կարտասանենք մի փոքրիկ հատվածներ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից եւ կխնդրենք ձեզ ուշադիր լսել մեզ եւ փորձել գուշակել, թե դրանք որ ստեղծագործություններն են։ Ձեր կարծիքը կարող եք թողնել կարծիք բաժնում։ Չմոռանաք մրցանակների մասին։ Թումանյանական Վիկտորինա։ Հեյ պարոններ, ականջ արեք թափառական աշուղին, սիրուն տիկնեք, ջահել տղերք, լավ ուժ դրեք իմ խաղին, մենք ամենքս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչորից, հերթով գալիս անց ենք կենում էս անցավոր աշխարից, անց ենք կենում սեր ու խնդում գեղեցկություն, գանձ ու գա, մահը մերն է մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ։ Լոռությունն է, ուր հանդիպակաց շահրերը խորունք նոթերը կիտած, թեմ ու թեմ կանգնած համար ու անթարթ, հայացքով իրար նայում են հանդարտ։ Նրանց ոտքերում գազազազգալի կալարվում է գիշ տեպերտ մոլի, խելագար թրջում քարերի գլխով, փրփուր է թքում, անհուս երախով, թքում ու զարկում շերրուտ ափերին, փնտրում է ծաղկած ափեր հինին ու գոռում գիշ-գիշ, վաշվիշ, վաշվիշ։ Կացել են սարում մեր չալակը իր թևից, գնում եմ ու տանտարում քաջախպես ետևից, զրունգում են նրանք խոր, են անտարում կուսական, ես կանչում եմ նորից նոր, ինձ թվում է թե կգան։ Վաղուց թողած բարձր ու կանաչ գահը իրենց հանգստության, երկու սևան փող մի առաջ գնում էին հալածական։ Հողմը սակայն չար հոսանքով բաժնել ջոկել չէր կարենում, քան նրանց լայն երկնքով դեսուդեն են քշում տանում։ Վտակը շարից, ներքև է թրջում, թափ արած ընկնում քարերի գլխին, զարկում ավազին, շարչում է, ճչում անհանգիստ, փրփուրը բենին։ Դե ինչ, սպասում ենք ձեր պատասխաններին։ Եթե ուզում եք մրցանակ շահել, շտապեք մասնակցել Թումանյանական Վիկտորինային։ Հովհաննես Թումանյանի մասին էին պատմում Շուշանն ու Գոհարիկը, իսկ հարցազրույցը վարել էին Էրիկն ու Արմանը։ Հաղորդման ժամանակ Թումանյանին ուղեկցում էր Lunch Music, որը թարգմանաբար նշանակում է հանգստյան երաժշտություն։ Այն հայտնի է դեռևս 50-ից 60-ական թվականներին։ Այս երաժշտությունը ավելի շատ լսում են հյուրանոցներում և տարբեր ժամանցային վայրերում։ Լինելով ռետրո, այն պահպանել է իր ոճը և թարմությունը։ Այն նվագում են տարբեր գործիքներով, ամենաշատը նվագում են դաշնամուրով։ Երբ որ լսում ես այդ երաժշտությունը, այնպիսի տպավորություն է, որ դու տիեզերքում ես, դրախտային կղզում։ Երաժշտությունը և տեղեկությունը մեզ է տրամադրել Վաթյան Լևոնը։
Ուշադրություն, ձեզ հետ է 8-րդ հրաշալիք հաղորդաշարը։ Այսինքն ձեզ հետ է Դավիթը, ով սիրով ձեզ կպատմի ազատության արձանի մասին։ I want to be a part of it. New York, New York. These vagabond shoes. Ազատության արձանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ անվանում են Նյու Յորքի եւ ԱՄՆ-ի խորհրդանիշ։ Ազատության եւ դեմոկրատիայի խորհրդանիշ, Լեդի Ազատություն։ Very heart of it. New York, New York. I want to wake up in a city that doesn't sleep. Հուշակոթողը Ֆրանսիայի նվերն է ամերիկյան հեղափոխության 100-ամյակին։ Կոթողի հեղինակն է ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին։ Ըստ ավանդության որպես բնորդուհի է ծառայել Իսահակ Զինգերի այրին ֆրանսուհի Իզաբելլա Բոյերը։ Top of the heap. These little town blues. Արձանի պատրաստումն ավարտվել է 1884 թվականին։ 1886 թվականի հոկտեմբերի 28-ին Ամերիկայի հեղափոխության 100-ամյակից 10 տարի ուշացած տեղի ունեցավ հուշակոթողի հանդիսավոր բացումը նախագահ Գրովեր Քլինտոնի մասնակցությամբ։ If I can make it there, I'll make it anywhere it's up. Դավիթ, իսկ որտեղ է տեղակայված արձանը։ Արձանը տեղակայված է Լիբերթի Այլենդի վրա, Նյու Յորքի թաղամաս Մանհենթից 3 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Աստվածուհին մի ոտքով կանգնած է կոտրված շղթաների վրա, այդ ձեռքում ջահ է, ձախում հուլիսի 4 1776 թվական, փորագրությամբ տախտակ, անկախության դեկլարացիայի ստորագրման տարեթիվը։ Սովորաբար լաստանավով ժամանող այցելուները բարձրանում են 256 աստիճան, մինչև արձանի պսակը կամ 192 աստիճան մինչև պատվանդանի բարձրակետը։ Պսակում տեղակայված են 25 պատուհաններ, որոնք խորհրդանշում են աշխարհը լուսավորող երկրի թանկագին քարերն ու երկնային շողերը։ Յոթ շողերը խորհրդանշում են 7 ծովերն ու 7 մայրցամաքները, ըստ ժամանակակից արևմտյան աշխարհագրության ավանդության։ Արձանի պողպատե կարկասը կշռում է 125 տոննա, 2.57 մմ հաստությամբ երեսպատման պղնձե, նրբաթիթեղները 31 տոննա։ Պատվանդանի հիմքից մինչև ջահի ծայրը հեռավորությունը կազմում է 93 մետր։ Բուն արձանի բարձրությունը 46 մետր է։ Արձանի պսակի եւ ջահի վրայի հարթակներից բացվում է Նյույորքյան ծովածոցի համայնապատկերը։ Պատվանդանում գտնվում է արձանի պատմության ցուցահանդես թանգարանը։ Ազատության արձանի փոքրացված պատճենները կանգնեցված են Փարիզում, Տոկիոյում, Ռիգայում, Լվովում եւ այլուր։ Town blues. Ձեզ հետ է Սպորտյուզը։ Մենք ձեզ կրկին ու կրկին կներկայացնենք ֆուտբոլի մասին, քանի որ շուրջ բոլորը խոսում են Չեմպիոնների լիգայի խաղերի մասին։ Ինչպես կարելի է չխոսել, եթե մրցում են այնպիսի թիմեր, ինչպիսի են Ռեալ Մադրիդը, Բարսելոնա, Յուվենտուսը, Սելտիկը, Գալաթասարայը, Դորտմունդի Բորուսիան, Միլանը, Շախկե 04-ը, Արսենալը, Մանչեսթեր Յունայթեդը։ Ես կարծում եմ, որ այդ խաղերը կլինեն շատ լավ։ Մի կարևոր բան էլ, որ անցած տարվա չեմպիոն Չելսին դուրս է մնացել 1-8 եզրափակչից։ Դասարանում լինում են վեճեր թիմերի հաղթանակների վերաբերյալ։ Քանի որ վիճակահանությունը այնպես է եղել, որ մրցում են երկու գռատներն իրար դեմ։ Հիմա տեսնենք ինչ կարծիք ունեն մեր հասակակից տղաները։
Արտուր, ես գիտեմ, որ դու հետևում ես ֆուտբոլային խաղերին։ Արդեն սկսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը։ Ինչ ես կարծում այսօրվա Celtic Juventus խաղի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ Juventus-ը իր կազմով կհաղթի Celtic-ին, բայց Celtic-ն էլ է ուժեղ, բայց ես Juventus-ի կողմից եմ։ Իսկ քանի կլինի հաշիվը։ Ես կարծում եմ Juventus-ը 2-1 կհաղթի Celtic-ին։ Շնորհակալություն։ Էդուարդ, ինչ կարծիք ես Real Madrid-Manchester United խաղի մասին։ Ես երկրպագում եմ Ռեալ Մադրիդին, բայց կարծում եմ, որ երկու թիմերի համար էլ դժվար խաղ կլինի, ինձ թվում է Ռեալ Մադրիդը 2-0 կհաղթի։ Ես Էրիկն եմ, երկրպագում եմ Լոնդոնի Արսենալին, եւ նա եւս դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ եւ մրցելու է Մյունխենի Բավարիայի դեմ։ Իմ կարծիքով կհաղթի Արսենալը 1-0 հաշվով։ Սարգիսն եմ, ես երկրպագում եմ Բարսելոնան, որը մրցելու է 1/8 եզրափակիչում Միլանի հետ։ Իմ կարծիքով Բարսելոնան կհաղթի, բայց Միլանում եկել են լավ առաջատար ֆուտբոլիստներ, օրինակ Էլ Շարավիդը եւ Բալոտելին, իտալական հավաքականից։ Մենք լարված սպասում ենք այդ խաղերին, Որովհետև լինելու են թեժ պայքարներ։ Տեսնենք կկատարվի մեր տղաների գուշակությունները, դրանց մասին խոսենք խաղերից հետո։ փետրվարի 21-ին։ Ահա եւ վերջ։ Ձեզ հետ էր սիրով նոր ռադիոն։